Ըստ ավանդության 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը Պարսկաստանի Դաղման քաղաքից, որտեղ նահատակվել էր Սուրբ Սարգիսը, նրա մասունքները տեղափոխել է Արագածոտնի Ուշի գյուղ եւ ամփոփել հենց այս բարձունքի վրա, կառուցել Սուրբ Սարգիս վանքը։ Վանքը բավականին գեղեցիկ տեսարաններ ունի 4 կողմից, ամբողջ հարավային ճակատով բացում է դեպի Արարատ սարը, ամբողջ Արարատյան դաշտը եւ դա նույնիսկ երևում է գավթի կառուցումից, որովհետեւ գավիթը նախ ասեմ, որ հնարավոր է, որ եղել է ոչ միայն գավթի գործառույթով, նաև տաճարի գործառույթով։ Տաճար, այսինքն այն իմաստով, որ նա այստեղ ժողովներ են կազմակերպվել, խորհրդակցություններ։ Երկրաշարժեր տեսած վանական համալիրը երկարատև դադարից հետո վերակառուցվում է պետություն մասնավոր համագործակցությամբ։ Միայն նախապատրաստական ընթացքը տևել է ավելի քան 1.5 տարի։ Շնորհիվ նաև բարերարների, Վարդանյան եւ Մկրտչյան ընտանիքների ֆինանսավորման աշխատանքները սկսվել են եւ նախատեսվում է փուլային կարգով Սուրբ Աստվածածին եկեղեցին ապա գավիթը շարունակաբար վերականգնել։ Հաշվի առնելով նաև հուշարձանի բարդությունը, եկեղեցու վանական համալիրի նախագիծը մի քանի անգամ նախարարությունում մասնագիտական երկարատև քննարկումներ է անցել։ Մինչև 1999 թվականը վանքը ամբողջովին ավերված է եղել 1827 թվականի երկրաշարժից հետո եւ բացարձակ ոչ մի բան չի արվել։ Եվ այս ինչ որ տեսնում եք, մոտավորապես 3-4 մետր բարձրությամբ լիցք է եղել, այսինքն ավերակներն է եղել։ Ամրացման նպատակով ժամանակին ավելացված շարվածքները քանդելիս նոր անակնկալներ ու խնդիրներ են ի հայտ գալիս։ Մի դեպքում արձանագրություն, մեկ այլ դեպքում վնասվածություններ։ Այս քանդման աշխատանքների ընթացքում, որ բացվեց այս խարիսխը, որնամույթի այս եզրային խարիսխը, եւ պարզվեց, որ սա բավականին քայքայված քար է, ճակ չկած, հեսա երևում է այստեղ ճակերը բան։ Եվ խնդիր է առաջանում սա քանդել հեռացնել, նոր քար դնել, թե պահպանել։ Փոխել այն հնարավոր չէր։ Դրա համար կիրառելու ենք հատուկ միջոցներ, հատուկ քիմիական նյութերով վերականգնելու ենք քարի ամբողջությունը, ամրանավորելու ենք ուղղաձիգ ձողով, կապ տալով հիմնատակի հետ, այնուհետև կիրառելու ենք բարձիկ։ Փորձելու են պահպանել նախնական տեսքն ամբողջությամբ չունենալով անգամ լուսանկար։ Նույնիսկ ավերված բեկորների մեջ նկատելի է ժամանակին վարպետների կատարած նրբանկատ աշխատանքը։ Գրեթե իսպառ պատերը քանդված էին։ Այսինքն մեր խնդիրը վերականգնելը նոր պատերով սկսած գրեթե եկեղեցու ստիլոբատից։ Եվ նաև կարևոր խնդիր էր դրված պատերի պարագիծը չկազմակերպել։ Այս անցքերով իջել ենք, տեղ կա 2 մետր, տեղ կա 2 մետր ու կես, բացի դրանից երբ որ ծագում պրծնում ես, քանի որ հիմնատակը եւ հիմքերը շաղով չեն արված, պարանքը լրիվ հող է լցվել, դու ծագում պրծնում ես, հողը հետագալի լցվում է փոսի մեջ, որ քեզ թույլ չի տալի, որ դու ցեմենտով ներարկես։ Ստիպված ենք մի ուրիշ բան մտածել, թե ոնց անենք, որ դա անցքերը մաքրենք։ Բարերարը նաև իտալացի շինարարներ է ներգրավել աշխատանքներում։ Ոչ միայն Ուշիում, այլև Թալին, Կարենիս, Կեչարիս եւ տասնյակ այլ գյուղերում մասնավոր ներդրումներով վերականգնման աշխատանքները նախարարության ուշադրության կենտրոնում են։ Բավականին շատ են եւ մենք էլ սիրով բոլոր բարերարներին, ովքեր հետաքրքրված են մշակութային ժառանգության պահպանությամբ եւ վերականգնմամբ, հրավիրում ենք Հայաստանում 700-ից ավելի հուշարձաններ կան, որոնք հրատապ ամրակայման եւ վերականգնման կարիք ունեն եւ մեծ շատ պետք են նման նախաձեռնություններ։ Շարունակաբար ավելանում է նաև հուշարձանների վերականգնման ուղղված կառավարության աջակցությունը։ Ըստ Վանյանի այժմ պետական միջոցներով 20 հուշարձան է վերականգնվում։ 2021 թվականի հետ սկսենք համեմատել, կարելի է ասել ավելի քան 6 անգամ միջոցները ավելացվել են հատկացումները վերականգնման համար։ Այս տարի դրանք կազմում են մոտ 1.8 միլիարդ դրամ, որը պատմական մաքսիմումն է, այսպես ասած, երբևէ այս տարվա չափ հատկացումներ հուշարձանների վերականգնմանը չեն տրամադրվել։ Գոյություն ունի զբոսաշրջիկների այնպիսի շերտ, որին հետաքրքրում է հենց հուշարձանների պեղումներին կամ վերականգնման ընթացքին հետևելը, նշում է Վանյանը։ Հետևաբար այս աշխատանքները նպաստում են նրանց այցելությունների աճին, ինչպես նաև հուշարձանների հանրահռչակմանը։ Վարդուհի Արզումանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։